Քիչ ժամանակ է մնացել, եւ կտեսնենք, թե երևանցիները ում ծրագրեր են հավանություն։ Ընտրախախտումների վերաբերյալ ցուցակը, որը հրապարակել է Ելդաշինքը, տեսել եք եւ ինչպիսին է ձեր արձագանքը։ Ասում եմ, այդ առումով իրավապահները զբաղվում են, եթե հարցեր հետո լինի, ես պատրաստ եմ։ Ոստիկանները ձեր համար ձայներ են բերել ըստ ցուցակների։ Իրավապահները այդ հարցերով զբաղվում են, հիմա ես ակայություն չանենք, երբ որ հարցեր բաց կմնան, պատրաստ եմ պատասխանել։ Այդ պարոլով էր դրելով էր մտածել բազե պարոլը։ Մենք հանրապետական շտաբից հայտարարություն ենք տարածել, որ հանրապետական նման բան չի։ Ընտրախախտումների եւ ընտրակաշառքների վերաբերյալ եւս արդեն իսկ հազանգեր կան, տեսանք թե ինչ էր կատարվում ձեր շտաբում, լրագրողների գործունեությունն են Հարգելիներս, ես այդ կարծիքին չեմ։ Եթե նման բաներ Դուք տեսել եք տեսանյութերը։ Այո, եթե նման բաներ կան, թող դիմեն իրավապահ։ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությունները եւ բացահայտումները արդյոք չի վարկաբեկում ձեր կուսակցությանը։ Մենք ոչ ենք արել մեր բոլոր մրցակիցներին, որ նորմալ քարոզչություն անեն եւ մեկս մեկին ցեխ չնետեն։ Այդ ցուցակները ոստիկանության բան չվարկաբեկեց ձեր կուսակցությանը։ Իրենց մոտեցումն է, մենք տեսակ հանրապետականը իր քարոզչությունը ոնց տարավ եւ մենք գնահատում ենք շատ նորմալ քարոզչություն եւ արդյունքները ընդամենը մի քանի ժամեր հետո Բարմարկեն այդ ցուցակները ինչքանով ձեր համար ձայներ են ապահովում։ Հարգելիներս, այդ մասով մենք մեր շտաբը հայտարարությամբ հանդես է Ձեզ կոնկրետ չի մտահոգել դա։ Ցուցակներ չկան, իրավապահները այդ մասով զբաղվում են։ Երբ որ ավարտեն քննությունը, ժամանակ կապ ցուցակները ձեզ։ Այո, մեզ հետ կապ չունի։ Բայց ձեր շտաբից են հայտնաբերել, Բարմարկեն։ Արդյոք Այո, Որտեղից են հայտնաբերել այդ դեպքում։ իրանց հարցը տվեք։ Շնորհակալություն։ Պարոն Մարգարյան, նաև հայտարարվում է, որ հասարակական տրանսպորտի վիճակը շատ վատ է եւ դուք 6 տարի եղել եք Երևանի քաղաքապետ, հիմա նորից ասում եք, որ մենք ընտրվենք տրանսպորտի վիճակը կբարելավի։ 6 տարի քիչ չէր արդյոք, որպեսզի վիճակը բարելավի։ Հարցի համար այդ հարցին ես պատասխանել եմ եւ երբ որ հետևեք իմ քարոզչությանը, նաև կտեսնեք, թե այդ հարցին ինչ պատասխան եմ տվել եւ հետագայում մեր տրանսպորտը ոնց են պատասխանել։ Պարոն բանավեճերից ինչու հրաժարվեցիք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չեք կարող բանավիճել։ Հարգելիներս, այդ հարցին եմ պատասխանել, բայց եւս մեկ անգամ պատասխանեմ։ Մենք քարոզչություն նախընտրել ենք, որ մեր երևանցիներին մեր նախընտրական ծրագիրը ներկայացնենք, նաև հաշվետու լինենք վերջի 4 տարիների մեր կատարած աշխատանքի համար։ Եվ շուրջ 100 ակային հանդիպումներ ենք ունեցել Երևան քաղաքում եւ փորձել ենք հնարավորինս մեր նախընտրական ծրագրերը ներկայացնել եւ մենք ավելի հակված ենք բնակչության հետ մեր ծրագրերը ներկայացնել, քան թե Բայց ինչ եք խուսափում բանավեճից, չեք կարող, թե ուղղակի եւ մեր հստակ մեր պատասխանը եղել է։ Ում եք ընտրելու Նիկոլ Փաշինյան, թե Զարոյ Փոստանջյան։ Հանուն Երևան։ Պարոն Մարգարյան, նաև բազմաբնակարան շենքերի վերին հարկերում են շենքեր բնակարաններ կառուցվում հարկեր։ Սա ապօրինի շինություն չի եւ արդյոք թույլտվությունը դուք եք տվել համապատասխան գումարի դիմաց։ Որը ապօրինություն շինություն է, մենք անդրադառնանք այդ հարցին։ Երևանում բազմաթիվ նմանատիպ կառույցներ կան։ Ճարտարապետական քաղաքաշինական փաստաթղթեր կան, ուրեմն համապատասխան չափորոշիչները համապատասխանն են։ Իսկ որը ապօրինի է, միանշանակ։ Ինչ կանխատեսումներ ունեք, քանի տոկոս կհավաքեք։ Համբերեք կտեսնենք բոլորս Ձեր ֆինանսական միջոցները տարեց տարի աճում են, սա քաղաքապետի աշխատավարձով է հաստատում։ Նաև կասկած կա, որ արդար ճանապարհով չեք կուտակել ձեր հարստությունը։ Առանձնատունը, բիզնեսները, հարգելիներս, որ քաղաքապետարանի բյուջեի հասցրել։ Ժողովուրդ հերթով, հարգելի լրագրողներ, վերցրեք իմ հայտարարակները եւ ամբողջությամբ նայեք եւ նոր կարծիքներ հայտնեք։ Ուզում ենք հասկանալ, երիտասարդ տարիքում ո՞նց հասցրեցիք այդքան կուտակել։ Հաջողության բանաձևը ասեք, մյուսներն էլ իմանան։ չենք վերցնում, դուք ասեք։ Վերցրեք հայտարարները եւ Դե հիմա դեմարդեմ խոսում են, գուցե հիմա ասեք։ Առիթ չեմ ունեցել, վերջում Քարոզարշավի մեր բոլոր լրագրողների շփվելու, նաեւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորից հետ լուսաբանման հետ կապված մեր քարոզչության ակտիվ ձեր մասնակցությամբ։
Բայց կարծիք։ Բայց կարծիք։ Նորմալ թեմ կասեք նշեք։ Նորմալ ընթանում է։ Ձեր ուղղված քննադատությունները պիտի կասեմ հարցը, որ արդեն ճանապարհով չեք կուտակել ձեր հարստությունը։ Մի երկու բառով ասեք, էլի ո՞նց եք անցել այդ ճանապարհը, ինչպես է հաջողվել այդքան գումարը։ Արգելիներս, ես խնդրում եմ վերցրեք։ Դե դա հասկացանք, բայց հիմա չեք ասում ո՞նց եք կուտակել այդ հարստությունը։ Հայտարարագիրը վերցրեք ամբողջությամբ այնտեղ գրված է։ Ինչ դրամատիկությամբ եք եկել եւ ինչպեսի Երևան եք Անհատական ինչպես է գնահատում ձեր շանսերը։ Հանրապետական հուսալիությունը եւ ամբողջ մեր հավաքականությունը տեսակ ակտիվ մասնակցություն ունեցել։ Փորձեցինք մենախնդրվածների ամբողջությամբ մեր քաղաքացիների ներկայացնել վերջին 4 տարիներին մեր կողմից կատարված աշխատանքները։ Իմ կարծիքով ժամանակը քիչ է մնացել ամբողջությամբ։ Իմանանք, բայց մենք դրական ենք համարում մեր կառույցը։